Ուրեմն սիրելիներս, ես նյութ էի տեղադրել իմ էներգետիկայի հետ կապված եւ այսպես կատակով հավելել էի, որ եթե ձեր գլուխը ցավում է, գնացեք դիմեք բժշկի, որովհետեւ դուք ունեք խնդիր, ինչի դա ուներ, այսպես ասեմ, իր տրամաբանական պատճառները։ Հիմա բացատրեմ, հասկանաք։ Ուրեմն, երբ որ չկարողացան կպնել իմ գրագիտությանը, իմ իմաստությանը, իմ աշխատանքին, ինձ այսպես հետևորդներին չկարողացան բացասական այսպես տրամադրել իմ դեմ, վերջի բանը, որ իրանք հասան, այսպես կոպիտ ասած աստանովկեն եղավ իմ էներգետիկան, որ իբր ես ունեմ այնպիսի էներգետիկա, որ մարդիկ վատ են զգում, սրտխառնոց են ունենում, գլխապտույտ են ունենում, ես իմ տեսանյութում ուղղակի հեգնեցի այդ տեսակ ապուշներին։ Ինչ վերաբերվում է իմ էներգետիկան չափազանց հզոր է եւ շատ այսպես կայուն է, ասեմ իմանաք։ Նույնիսկ ունի, այսպես ասեմ, տրանսֆորմացիոն շատ ուժեղ էներգիա, որտեղ կարա նեգատիվը ասես վերցնի ու շպրտի ձեր մրթին։ Էլ չեմ խոսում, որ կարա նեգատիվը որպես ուժ օգտագործի։ Այնպես որ եթե դուք այտենց որոշել եք այդ տեսակ լուրեր տարածեք, ես ձեզ ուզում եմ հիասթափեցնեմ, եթե ես ունենայի վատ էներգետիկա, մարդիկ այդքան չէին գրանցվի, այդքան ուշադիր չէին լինի եւ այդքան դրական այսպես մեկնաբանություններ չէին թողնի եւ այդքան սիրված ու պահանջված չէի լինի ես։ Ինչը վերաբերվում է հոգացեք ձեր փտած նեխած էներգետիկան վերականգնելու համար, որովհետեւ երբ որ դուք ձեր բերանը բացում եք, շան հոտ է գալի ձեզանից։ Այդ մեկ։ Երկրորդ, ինձ շատ կուլտուրական, շատ ցիվիլ ձևով ասել էին, ինչու է պենտագրաման թարսված։ Նախ, ես աշխատում եմ խտոնիկ ուժերի հետ, դրա համար իմ պենտագրաման թարսված է։ Ես տիեզերքից իջացնում եմ էներգիան դեպի իմ սեղան, առաջացնելով վակուում, ձագար ավելի շուտ։ Իսկ ինչ վերաբերում է դուք հաջո այսքանն եք տեսնում, իմ սեղանի մնացած մասը չեք տեսնում եւ չեք տեսնում վերևում ուղիղ փայտից պենտագրաման։ Բաֆամետը բնութագրում եք որպես սատանա, այդ սատանան ինչ գործ ունի այդ պատին, բացատրեմ։ Սատանա այս սիմվոլը վերցրել են սատանիստները, օգտագործում են։ Այս դանակը դուք կարող եք ֆուրշետ պատրաստել, գեղեցիկ բաներ պատրաստել, հաց կտրատել, ճաշ պատրաստել եւ կարաք մարդ սպանեք, նայած ով ինչի համար է օգտագործում։ Ամեն դեպքում իմ սեղանին բաֆամետը հավասարակշռող էներգիա է համարվում։ Այն ինչը վերևում է, նա էլ ներքևում է, ինչը ներքևում է, այն էլ վերևում է։ Եվ ինձ համար առհասարակ կարիք չկա անհանգստանալու։ Ես սովոր եմ խտոնիկ էներգիաների, որովհետև իծն է, իմունիտետ ունեմ շատ բարձր, եւ իհարկե քրիպոտիկ էներգիաների, որովհետև իծն է, իմ լուսինը գտնվում է կարիճում, իմ ասցենդենտը կարիճում եւ էլի շատ հետաքրքիր մոլորակներ կարիճում, ունեմ կարիճային վահան, թույների հանդեպ իմունիտետ եւ նիկրոէներգետիկան իմ համար ոնց որ իմ տունը։ Այնպես որ ոչ անհանգստացեք, ոչ էլ դուք գնացեք, լավ ուսումնասիրեք օկուլտիզմը, էզոտերիկան եւ ձեր մոտ էլ այլևս հարցեր չի առաջանա։ Ես առաջնորդվում եմ իմ ներսի ուժով եւ իմ սեղանին չկան օտար ուժեր, ես սովոր եմ իրենք իմ հովանավորներն են, էլ ավելի են հզորացնում իմ զոհասեղանի էներգետիկան եւ իմ էներգետիկան, ինչը որ փտած, թույլ, ճիվաղ էներգետիկա ունեցող մարդկանց համար շատ խոցելի կարող է հանդիսանալ։ Բայց իրականում ես նույնիսկ խավարի մեջ կարողանում եմ լույս տալ, մտնելով այն դաշտերը, այն տեղերը, որտեղ սովորական մարդու համար ուղղակի արգելված է մտնելը, կամ կարող են խելագարվել, կամ կարող են հիվանդանալ, կամ կարող են արգելված է իրենց, իսկ ես ունեմ իծնեմ մանդատ աշխատելու նման ուժերի հետ եւ առանց վտանգների, որովհետեւ իմ իծնե պահապանները միշտ իմ կողքին են 24 եւ 7 ժամ։ Ասեմ ավելին, իմ զոհասեղանը ունի հատուկ ծրագիր,
որ եթե մեկը մի ավելորդ բան կփորձվի խոսել, ինքը թող սպասի արժանագույն հարվածին։ Այդքան բան զգույշ եղեք իմ հետ։ Ես սովորական մարդ չեմ։